Հայաստանի բնակիչներն ուշի ուշով հետևում են Հանրապետության երկրորդ քաղաքում Գյումրիում տեղի ունեցող ընտրություններին։ Տեխնատուներն էլ դուրս գալով քվեախցիկից շտապում են պատմել հետագա պլանների մասին ու մանրամասնում, ում հետ են պատրաստ կոալիցիա կազմել, ում հետ ոչ։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանն օրինակ ասել է, որ ընտրությունները կավարտվեն, կտեսնեն, ով ինչքան քվե կստանա, ինչքան ավականու անդամներ կունենա եւ ըստ այդմ մնացածը պարզ կլինի։ Ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Իմ հզոր համայնքի քաղաքապետի տեխնատու Ռուբեն Մխիթարյանն իր ընտրությունից հետո լրագրողներին ասել է, որ մարդիկ բավական երկար ժամանակ է իրենց ընտրությունը որոշումը կայացրել են։ Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին։ Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագրի կուսակցություն ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Քաղաքացիական պայմանագրի տեխնատու Սարիկ Մինասյանն էլ վստահեցրել է, թե հաղթանակն իրենցն է եւ չի պատասխանել հարցին, թե ում հետ կոալիցիա կկազմեն, եթե չունենան բավարար ձայներ միայնակ իշխանություն կազմելու համար։ Գագակ շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ, հետաքրքիր զրույց կունենանք։ Այս ընտրություններով Գյումրիի փրկության հարցն է լուծվում, հայտարարել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը ու հերքել, թե պատրաստ է ԿՊ-ի հետ կոալիցիա կազմել։ Ես ասել եմ ոչ մեկին մենք քվե չենք տալու։ Քանի որ նախկինում ԿՊԱ-ական է եղել։ ԿՊԱ-ական ես երբեք չեմ եղել։ Համակրել եք հեղափոխական, բայց ԿՊ-ի ազգի 90%-ն է եղել հեղափոխական։ Դա լավ է թե վատ։ Դե այն ժամանակ բոլորս հասկացել ենք, որ լավ էր։ Քվեարկել է նաև Գյումրիի ղեկավարի պաշտոնին հավակնող մեկ անգամ 13 տարով քաղաքի ղեկավարման ղեկը ստանձնած Վարդան Ղուկասյանը, որն առաջադրված է կոմունիստական կուսակցության ցուցակով։ Ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան, եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Եվրադաշինքի տեխնատու Լևոն Բարսեղյանը բացառել է որևէ ուժի հետ կոալիցիան։ Ակնհայտ է, ինչքան ես հասկացա, որ որևէ քաղաքական ուժ քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցվելու հավես չունի։ Չգիտենք այս գիշեր ինչպես այդ հավեսները կփոխվի կամ չի փոխվի։ Մերը չի փոխվելու, մենք կոնկրետ դիրքորոշում ունենք, հայտարարել ենք։ Ընդդիմադիր դաշտի պառակտումն անկարելի է համարել Մայր Հայաստան դաշինքի տեխնատու Կարեն Սիմոնյանը։ Առաջինը մենք ենք հայտարարել եւ իմ շուրթերից է լսվել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակրվի, հանուն ինչ-որ ամբիցիաների եւ մենք դրան մինչեւ վերջ դեր ենք կանգնելու։ Եվ Գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնաց։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության համայնքապետի տեխնատու Արտյոմ Ղարաղազարյանը վստահեցրել է չեն խանգարելու ընդդիմության տեխնատուներին, որպեսզի հետո կարողանան կառուցողական բանակցությունների գնալ։ Ապրելու երկիր կուսակցության քաղաքապետի տեխնատու Կարեն Մալխասյանն այսօր պահպանել է լռությունն ու աննկատ մնացել լրատվամիջոցների տեսախցիկից։ Անահիտ Հրապետյան, Եղամ Ղազարյան, ABC Media։